Աստվածաշնչյան ընթերցանություն ամեն առավոտ մայիսի 19 տեսա ծառաներ, որոնք ձիերի վրա էին և իշխաններ, որոնք երկրի վրա ծառաների պես էին քայլում, ժողովող 10:7 Դուրս պրծուկները հաճախ բարձր պաշտոններ են զբաղեցնում այն դեպքում, երբ իրական արժանինքներ ունեցողները մնում են ստվերում: Այս հարցի լուծումը մի օր կուրախացնի յուրաքանչյուր արդարի, սակայն մեզանից ոչ ոք չպետք է տրտնջա, եթե նման բանի հասնի նաև մեզ: Լինելով երկրի վրա, հանդիսանալով երկրավոր թագավորների թագավորը, Քրիստոսը քայլում էր ծառայության ուղիղ արահետով, հանդիսանալով ծառաների ծառա: Եվ զարմանալի ոչինչ չկա նրանում, որ նրա հետևորդներն, որոնք արյունով իշխաններ են, նայում են որպես ցածրագույն և չնչին մարդկանց: Աշխարհում ամեն բան հակառակ է, այդ պատճառով առաջինները վերջիններ են համարվում, իսկ վերջինները առաջիններ: Նայեք, թե ինչպես է սատանայի շողոքորթ ծառաները տիրում այս երկրի վրա, ինչ ղեկավարող դեր ունեն, ինչպես են նրանք ներկայացնում իրենց գերազանցությունը, ցուցադրում իրենց իշխանությունը: Ամանին բարձրացել է ասուերոս թագավորը այն դեպքում, երբ մուտք են նստած նրա դարպասների մոտ: Դավիթը թաքնվում էր սարերում այն դեպքում, երբ Սավուղը կառավարում էր պետությունը: Եղիան կործանվում է քարանձավում այն դեպքում, երբ Եզաբելը ղեկավարում է պալատում: Բայց ով կցանկանար հայտնվել անհնազանդ սնապարծների տեղում, և մյուս կողմից ով չի նախանձի ներկայումս արհամարհված սրբերին: Երբ հաջողության փոփոխական անիվն ավարտի իր պտույտը, նրանք, ովքեր վերին դիրքում էին, կհայտնվեն ներքևում, այն դեպքում, երբ նրանք, ովքեր ներքևում էին, կհայտնվեն վերևում: Համբերություն, իմ հավատավոր ընկեր, քանի որ ժամանակի բոլոր թերությունները կվերացնի հավիտենությունը: Եկեք չմոլորվենք ներողամտությամբ, խրախուսելով սեփական կրքերին և մարմնական ցանկություններին և արհամարհելով մեզանում լուռ քնած առաքինի ուժերին: Սուրբ Հոգին կարգապահություն է սիրում, այդ պատճառով մեր ուժերն ու կարողությունները ուղղում է անհրաժեշտ ուղղությամբ, գլխավոր դեր հատկացնելով այն հոգևոր պարգևներին, որոնք մեզ կապում են մեծն Թագավորի հետ: Չխախտենք Աստծո սահմանված կարգը, այլ Նրանից ողորմություն ու շնորհք խնդրենք, որպեսզի հնազանդեցնենք ու սանձահարենք մեր մարմինները: Մենք վերստին ծնվել ենք, որպեսզի թագավորների նման, ի փառս Հայր Աստծո Քրիստոս Հիսուսում, թագավորենք հոգու և մարմնի եռամիության հանդեպ: